Այսօր Ադրբեջանը շատ հարմարավետ է զգում էներգամատակարարման եւ էներգետիկ անվտանգության առումով։ Այս մասին ԽԶ Աբշերոն հողմային էլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությանը ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Նախագահը նշել է, որ վերջերս շահագործման է հանձնվել 230 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան, իսկ այսօր Ջաբրայելի շրջանի ազատագրված տարածքներում կառուցվում են 3 արևային էլեկտրակայաններ, 340 մեգավատ համակցված հզորությամբ։ Նայելով էներգետիկ ոլորտում ընդհանուր առմամբ տեղի ունեցող գործընթացներին, մենք տեսնում ենք, որ էներգետիկ անվտանգության հարցերը դառնում են առաջնահերթություն, գուցե նույնիսկ ավելի։ Մենք տարիներ շարունակ հետևողականորեն աշխատել ենք այս ուղղությամբ։ Մեր նավթի, գազի, նավթամթերքի, էլեկտրաէներգիայի, նավթաքիմիական նյութերի եւ պարարտանյութերի արտահանումն այսօր շատ երկրների հնարավորություն է տալիս ապահովել իրենց էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանն այս գործընթացում իրեն դրսևորել է որպես բարձր պատասխանատու եւ հուսալի գործընկեր եւ ձեռք է բերել դրական իմիջ եւ համբավ, որպես հուսալի գործընկեր ամբողջ աշխարհում, ասել է նախագահ Իլհամ Ալիևը։ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ են գնելու եւ ինչ են վաճառելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի ապրանքախմբերի ցանկերն այժմ ուսումնասիրության փուլում են։ Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել օրինակ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա։ Նա նշել է, որ դրանից հետո երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել միմյանց հետ։ Եթե չի սխալվում, հայկական կողմից երկու ընկերություն է դիմել։ Առաջին խմբականակի ներկրման ժամանակ բոյքոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը եւ մտավախությունը ճիշտ էր։ Ես կարծում եմ, բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար, եւ ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Այսինքն, որևէ այլ սահմանափակում չկա, ասել է Փաշինյանը։ Այսօր մեկնարկում է Աղդերեի շրջանի Չիլդիրան, Աշաղի Օրաթաղ, Հեյվալի եւ Չափար գյուղերի վերաբնակեցման առաջին փուլը։ Այս փուլում իրենց գյուղեր կվերադառնան նախկին ներքին տեղահանված ընտանիքները, որոնք նախկինում ժամանակավորապես բնակություն էին հաստատել հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում եւ վարչական շենքերում։ Հիշեցնենք, որ 1993 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված գյուղերը ազատագրվել են 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում ադրբեջանական բանակի կողմից իրականացված հակահաբեկչական գործողության արդյունքում։ Հորդանանի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարար Սալեհ Ալի Ալ-Խարաբշեհը Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլլայևի հետ քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության հեռանկարները։ Այս մասին ասում է դիվանագիտական առաքելության X սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Հանդիպումը տեղի ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլլայևի եւ Հորդանանի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարար Սալեհ Ալի Ալ-Խարաբշեհի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հորդանանական հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, ասվում է հաղորդագրության մեջ։ Բայց այդ Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի թվային տնտեսության եւ ձեռնարկության նախարար Սամի Սմեյրաթի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններ եւ թվային տնտեսության ու նորարարության ոլորտում համագործակցությունը, ասվում է գրառման մեջ։ Ղարաբաղը եւ Արևելյան Զանգեզուրը իրենց հմայիչ բնական գեղեցկությամբ եւ պատմամշակութային հուշարձաններով առանձնանում են զգալի զբոսաշրջային նռուժով։ Մեծածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը եւ ժամանակակից հյուրանոցների կառուցումը տարածաշրջանը վերածում են գրավիչ զբոսաշրջային ուղղություններից մեկի։ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունից տեղեկացրել են, որ Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում ներկայումս գործում է 35 հյուրանոց, 1133
համարով եւ 262 մահճակալով։ Հաստագրված տարածքնարազնական մեքենաներով ուղևորության թույլտվությունը վավերի 5 օրվա ընթացքում։ Մասնավոր մեքենաներով կարելի է ուղևորվել դեպի Շուշա, Սուգովշան, Լաչեն, Աղդամ, Ֆիզուլի, Խոջավենտ, Ջաբրայիլ, Զանգիլան, Խանքենդի, Խոջալու եւ Աղդերի։ Յուլումուց Ղարաբաղ պորտալի տվյալների վերլուծության արդյունքում ստացված վիճակագրության համաձայն 2025 թվականին տարածաշրջանի այցելել ընդհանուր առմամբ 2,549,857 մարդ։ Ամենաշատ այցելող քաղաքների ցանկը գլխավորում են Շուշան, Լաչինը եւ Խանքենդին։ Այսօր Հայաստանում ամենակննարկվող թեմաներից մեկը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Երկու երկրների միջև շարունակվող խաղաղ բանակցություններին ուշադիր հետևում են Հայաստանի քաղաքացիները։ Խաղաղության իրական հնարավորություն կա, թե գործընթացը փակուղի է մտել։ Նման հարցով Ֆակտոր TV-ի լրագրող Ռոբերտ Անանյանը դիմել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Քիղամ Նազարյանին։ Տարածաշրջանը չի հանդուրժի այսպիսի էմոցիոնալ պետության, որը ամեն ինչը էմոցիաներով է եւ հաճախ ոչ հիմնավոր։ Բայց ատելությունը, թշնամանքը, որ տասնամյակներ շարունակ կուտակվել եւ այնպես չի, որ օբյեկտիվ չի դա։ Դա էլ են կուտակել։ Կուտակել են, բայց միակողմանի չի։ Այս թեման թեմա չի, էլի։ Սրանից մենք պետքա դուրս գանք։ Պատգամավորի խոսքով այսօր շատերին ձեռնտու չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ ապրեն։ Կան մարդիկ, ովքեր ձգտում են բաժանել Հարավային Կովկասը, մշտական թշնամության մեջ պահել տարածաշրջանի ժողովուրդներին, որպեսզի նրանց կառավարելը ավելի հեշտ լինի։ Այսօրվա կառավարող ուժը պետք է հասկանա, որ ընտրություններում այդքան որ ասում են խաղաղություն, դա շատ կարևոր է, եւ եթե հասարակությունը առողջ լինի, լուրջ մտածող լինի, իրոք դա պետք է գնահատեն եւ ընտրություններում դա որոշիչ է լինելու։ Ինչու Ադրբեջանը համաձայնեց աջակցել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու Թրամփի ձգտմանը։ Սա խոսում է ոչ թե ադրբեջանական կողմի թուլության, այլ ընդհակառակը այդ երկրի ղեկավարի ինտելեկտի եւ պետական մտածողության մասին, նշել է Գեգամ Նազարյանը։ Ուրիշը լիներ, մեկ ուրիշը լիներ, կարող է ասել թքած այդ շահը, որ ես ունենալու եմ կամ Ադրբեջանը ունենալու է Ամերիկայի հետ հարաբերությունների ջերմացումից։ Ես պետքա 30 տարի հայերին նվաստացած պահեմ անդադար մարտական ու պատերազմական գործողությունների հրահրման փորձերով եւ այս վիճակի պահպանման։ Բայց հիմա թերահավատ են մարդիկ, որ նա իրոք հրահրում չի։ Իսկ ով է թերահավատություններ շնչում։ Հայաստանյան դաշտում գործող լրագրողները, քաղաքագետները, քաղաքական ուժերը, որոնց ձեռք չի տալի այս խաղաղությունը, որովհետև իրենք հասկանում են, որ այս խաղաղության պայմաններում իրենց հետագա գործունեությունը դա խնդրահարույց է։ Իրենք էլ դաշտում տեղ չեն ունենալու։ Պատգամավորը պնդում է, որ Հայաստանի ներկայիս իշխանության խնդիրն է զսպել Հայաստանում գործող արկածախնդիր խմբակներին, ովքեր իրենց ռևանշիստական հայտարարություններով երկիրը տանում են կործանման։ Այսօր հայ հասարակության համար եկել է ընտրության պահը, կամ շարունակել ապրել զավթողական եւ հակադրբեջանական հայտարարություններով հանդես գալով, կամ քաղաքականությունը կառուցել խաղաղության եւ համագործակցության հիման վրա։ Այդ ընտրությունից է կախված ոչ միայն Հայաստանի ապագան, այլև ողջ Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։